Միքիայի մարգարեություն գլուխ 4 Գալիք օրերում հայտնի կդառնա Տիրոջ տաճարի լեռը, հաստատված լեռների գագաթների վրա, կբարձրանա բլուրների վրա, և շատ ժողովուրդներ կշտապեն դեպի նա։ Եվ շատ ազգեր կգնան և կասեն. եկեք բարձրանանք Տիրոջ լեռը և Հակոբի Աստծու տունը, մեզ ցույց կտա նրա ճանապարհը, և մենք կգնանք նրա շավիղով։ Արդարև, Սիոնից են դուրս գալիս օրենքները, և Տիրոջ խոսքը Երուսաղեմից։ Նա դատ կանի բազում ժողովուրդների մեջ, և կհանդիմանի հզոր ազգերին, մինչև իսկ հեռավորներին, նրանք իրենց սրերից խոբ կձուլեն, գեղարդներից մանգաղ, և այլևս մի ազգ մյուսի վրա սուր չի բարձրացնի, և մարդիկ այլևս չեն սովորի պատերազմել։ Յուրաքանչյուրը կհանգստանա իր որդատունկի և իր թզենու տակ, և չի լինի ոչ ոք, որ սարսափ ազդի, քանի որ Ամենակալ Տիրոջ բերանը խոսեց այս բանը։ Թող բոլոր ժողովուրդներից յուրաքանչյուրն իր ճանապարհով գնա, սակայն մենք կգնանք մեր Տեր Աստծո անվամբ մշտապես։ Այն օրը, ասում է Տերը, կհավաքեմ ցրվածներին և հեռացածներին, կընդունեմ նաև մերժվածներին, բեկվածին զորեղ կդարձնեմ և մանրացածին հզոր ազգ։ Եվ Տերը Սիոն լեռան վրա կթագավորի այսուհետև մինչև հավիտյան։